Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, մի փոքր անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում մեծ երկրից դուրս, որը շատ կարևոր է նաև մեզ համար, որտեղ Իրանում շարունակվող այդ ցույցերը հակակառավարական վերածվում են կարծես թե այդ տնտեսական խնդիրներից վերածվեցին քաղաքական գործողությունների, որտեղ որքան այնտեղ լինի անհանգիստ, հնարավոր չէ, որ այն անհանգստությունը նաև չանդրադառնա մեզ վրա։ Ինչ է տեղի ունենում Իրանում։ Բողոքի ցույցերի ժամանակ արդեն նշվում է, որ զոհերի թիվն է աճում, դրանք հասել են 45-ի, 340 քաղաքներում է այդ բողոքի ցույցերը, կա 2000 ձերբակալված եւ 60 վիրավոր մարդ։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են հրահրում բողոքի ցույցերը։ ԱՄՆ-ի ժողովուրդը պետք է իմանա, որ Թրամփը արկածախնդրություն է սկսել։ Նրանք պետք է հոգ տանեն իրենց սեփական զինվորների մասին։ Ինչի մասին է սա խոսում։ Իմանայք, եթե Թրամփը sense բաներ հայտարարում, որ մենք եթե դուք հանգար ժողովրդին ձեր կտակի զոհվածների քանակը կավելանա, մենք Կմիջամտենք, հա, ռազմական ուժ օգտագործենք։ Իմանայք, Մինեապոլիսում, ԱՄՆ-ում 3 սպանություն է եղել։ Մի հատ 42 տարեկան աղջիկ են սպանել։ Ինքերա դուրս եկել է ցուցումներին, որ ինչ որ բողոքում է այդ հակամիգրացիոն բանը փայկար են տանում իմամ Թրամփը, դրանք բողոքում են, ասում են, չէ, իրավունք չունենք sense բաներ անել։ Քանի որ սա բան մենք էլ սա ով եկել եք դրսից ենք եկել Ամերիկային կստեղծել, չէ։ Ուղղակի այդ աղջիկը իրան ավտոն շարժվեց, իրան ասել են կաղնենք, չի կաղնել, շարժվեց, միանգամից սպանել են, այդ ճակատին խփել են։ Այսինքն հիմա մենք ինչ պիտի սաղ աշխարհը պիտի Ամերիկային պատերազմ հայտարարի։ Հիմա որ ունայեք Էրիկ Վենսը փոխնախագահան ինչ է ասում, ինչ հայտարարում, ամբիոնից։ Ասում է Քանի որ ոստիկանի իր այդ հատուկ ստորաբաժնի իր ծառայողին հարձակվել են, ինք իրան գործեր է կատարում, դուք չենք ենթարկել, որ ինքը ասում է կաղանացրեք, վտանգ է եղել, իր համար սպառնալիք է եղել, դրա համար ինքը սպանեց, իրավունք ունի, հիմա վերադառնում ենք Պարսկաստան, դեղ նորմալ մարդիկ էլ կան, դեղ լիքը պրոբլեմներ կա Իրանում, էդի պարզա։ Իրականում սկսվեց այդ ազգային արժույթի հետ կապված 72%։ Հա, բայց նույն օրը սկսել են, այդ կոկտեյլ մոլոտով օգտագործել, կար շպրտել, ոստիկաններին ծեծել, նույն օրը։ Ինչ է նշանակում։ Այսինքն հիմա Պարսկաստանում նույն ոստիկանը չի, նույն հատուկ ծառայողների ծառայողը չի։ Հիմա դուք ում կողմից եք խոսում, ցուցարարներն են ծեծի ենթարկվում, ոստիկաններն են, նրանք իրենց պարտականությունները կատարելու ժամանակ։ Ես հիմա համեմատում եմ ռիտորաբանությունը Տրամփին։ Տրամփ ասում է, քանի որ դուք հարձակվել եք ոստիկանի իրա, ինքս զենք է օգտագործել։ Բայց դեռ չեն հարձակվել, ուղղակի այդ աղջիկը ավտոյից շարժվեց։ Ասում են ինքը իրավունք ունի սպանեի ժամանակ։ Իսկ դեղ ոչ ավտոն, դեղ ավտոն վերցնում է, քշում են, խփում են, որտեղ ոստիկաններ կանգնած են։ Զենք են օգտագործում, կրակում են դրանց վրա։ Մտնում են այդ կոկտեյլի մոլոտով օգտագործում են ոստիկանության շենքի մեջ։ Չէ՞, երում այսօր իրանց հատուկ ծառայողների շենք են վարել Տեհրանում, կենտրոնական շենք։ Այսինքն Տրամփը այսքանը չի տենում, այսինքն իրան սենց է դուրս գալը։ Եթե խոսքը օրինակ ինչ որ միած սպառնալիք է իրանց հատուկ ծառայությունների աշխատողների դեմ սպանել, ինքը իրավունք ունի այդ 42 տարեկան աղջիկին սպանի ու Վենսը ասում է դա նորմալ է իզդեղ զենք օգտագործելով ավտոմատներով կրակում են, սպանում են ոստիկաններին Պարսկաստանը որպես պետություն պատասխանը տալի ահաբեկչներին Ցուցարարներին ահաբեկի չեք հայտարարում Դուք ինձ չեք լսում Այսինքն դրանք ինչ Եթե գալիս եք բաներ եք պահաջում ավտոմատով ես էլ նեի խոսք օրինակ Հայաստանում երկրի ղեկավարը դուս եք գալիս ցուցումներ եք անում լավ եք անում պահանջում եք լավ եք անում բայց այդ մոմենտը որ խոսք օրինակ ես տենամ զենք են օգտագործում ոստիկանին սպանում են ծեծում են ջարդուշուր են անում ես նույն վարկյանը հրամանք տամ կրակը բացեք ոչնչացրեք
Այսինքն ինչ է նշանակում։ Այսինքն խաղաղ ցուցարարների մասին չէ խոսքը։ Իհարկե ոչ։ Նրանց ովքեր որ արդեն Արաբիչների մասին դեռ նայեք։ Ցուցարարներ որ դուս են գալի, բաներ են պահանջում, դա նորմալ է, դա ընդունված բան է ամբողջ աշխարհում։ Դա անպայման։ Ախր դեռ 5 պետություն աշխատում։ 5 հատուկ ծառայություններ են աշխատում, 5 պետություն հատուկ ծառայություններ են աշխատում։ Վաղուց ստեղծել են գործակալների պոզիցիա են ստեղծել, զենքով, զինամթերքով, ամեն ինչով։ Հիմա մենք ցույց ենք անում, չէ, բողոքում ենք։ Պայքարում ենք, ինչ որ բան ենք պահանջում կառավարությունից։ Այս մոմենտում հատուկ ծառայություններ դրսից ակտիվացնում են իրանց, ասում են գնացեք սադրեք, մենք դե այդ նորմալ կառնում ենք, խոսք ունենք պահանջում ենք։ Կողքը գալիս մարտիկ են մտնում, այսպես ասած պերիխվատ են անում, վերցնում են այդ ինիցիատիվան իրաց ձեռքի վրա, լրիվ այս ցուցումները լրիվ ուրիշ ճանապարհով են տանում, ավելի ռադիկալ են դառնում, սկսում են կրակոցներ, ավտոն փայտացնել, չգիտեմ, կոկտեյլ մոլոտով օգտագործել, ոստիկանին ոտով ջարդ բան են անում, ջարդ փուշուր են անում, սպանում են։ Չէ՞։ Այս որպես պետությունը Պարսկաստանը ինչ պիտի անի։ Նույնը իրանց իշխանությունն ասում է, պայքարում եք լավ եք անում, իրավունք ունեք, բայց զենք օգտագործել։ Նայեք, ես նորից ասում եմ, մի հատ աղջիկը, նայեք, ես պրոստո օրինակ եմ բերում, մի հատ աղջիկ ավտոյով շարժում է, ճակատին խփում են մի անգամից։ Փոխ նախագահ միացյալ նահանգներում, որ ասում է դեմոկրատիայի մասին են, սա որ գոռում են։ Մեղադրումը բանա, Պարսկաստանի իշխանությունն է մեղադրում։ Այսինքն, տարբերությունը որտե է այստեղ։ Ավտոն շարժվեց, սպանում ես, դեղեր ավտոմատով դուրս են եկել նռնակներ են շպրտում։ Ինչ պիտի անի այդ մոմենտին, նույն ոստիկանը, չպիտի իրան պաշտպանի, դա Պարսիկ Պարսկաստանի ոստիկանի իրավունք չունի իրան կյանքը փրկելու, հա։ Ես խոսք օրինակ, որպես զինվորական սենց եմ ասում, խոսք օրինակ, նայեք։ Ես նստածում իմ շենքում, խոսք օրինակ էդի ոստիկանությունն է, խոսք օրինակ հատուկ ծառայությունների շենքն է։ Այդ մոմենտում դուք հարձակում եք։ Դեռ լիքը փաստաթղթեր կա գաղտնիքության մասին կապված։ Գաղտնի փաստաթղթեր կա։ Դուք հարձակում եք ու ես ձեր նպատակը գիտեմ։ Դուք դրսից հրաման եք ստացել փաստաթղթերը կամ ոչնչացնեք կամ վերցրեք, որ հասկանանք։ Հիմա ես սպա եմ, այդ շենքի ես պիտի պաշտպանեմ, դա չի պիտի պաշտպանեմ։ Ես իմ պարտականությունն եմ կատարում։ Ես որպես սպա, խոսքեր ավտոմատը վերցնում եմ, ասում արի ստեղ, դե ես քեզ դիմավորում եմ, արի։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշ նպատակ են դրել։ Դրանք ասում են սենց, մի կրակեք, ոչ մի բան մի արեք, եթե հանգած զենք եք օգտագործելու ժողովրդի դեմ, ես մենք կմտնենք, մենք կմտնենք։ Նկատ ունեք այդպես։ Այո։ Ինչու համար իրանք պետք է որ Պարսկաստանում իշխանությունը ոչ մի բան չանի, սուս-պուս նստի իրան տեղում։ Բայց հոգևոր առաջնորդներն ասում են խռովարարներին պետք է իրենց տեղը դնել եւ ես նորից հակառակորդին չզիջել։ Էսա կվերադառնամ այդ հարցին։ Հիմա ամերիկացիք ասում են ձեր չտակ։ Հիմա պատկերացրեք ես ձեր չեմ տալիս, դրան գալիս վերցնում եմ, այս շենք են վերցնում, այս շենք են վերցնում, ոստիկանություն են մտնում, նախարարություն են մտնում։ 340 քաղաքներում այդ խռովությունները։ Այո, այսինքն սա պետական շերկերը գրավում են, այդ նշանակում է իշխանությունը կորցնում բան, չէ՞, всё։ Ում շահերի համար, ասենք, Միացյալ Նահանգներ, Թուրքիային, Ադրբեջանին, եւ Իսրայելին, Բրիտանիային։ Այսինքն դրանք ասում են Միացյալ Նահանգները ասում են ձեր չտակ, լավ ձեր չեմ տալիս։ Բայց դրանք ավտոմատով գալիս են, ամբողջ շենքերը գրավում են։ Ես ինչ պիտի անեմ։ Ասեն, լավ, եղեք, դուրեմը նշանակումը սենց։ Կամ զենքով եք Պարսկաստանը ոչնչացնում ենք, ամերիկացիք։ Կամ դուք ինձ ասում եք, դու բան մի արա, դու սենց ոչնչացնես ես։ Բայց եթե սենց են ոչնչացնում, շատ մեծ վտանգներ կա, որ Պարսկաստանը կարող մի քանի մասին բաժանի։ Մի տարածք մտնի Ադրբեջանի տարածքի մեջ, Թուրքիան էլ կօգտագործելու այս բանը Նախճիվանի կողմից։ Դեռ կա Աֆղանիստան, Քուրդիստան, սա կօգտվեն այդ բաները։ Նկատի ունեք, եթե կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, դրա հետևանքները արդեն տանում են Իրանի բաժանմանը, տարածքային ամբողջականության կորցմանը։ Այո։ Եվ այդ 5 պետություններ իրենց, ինչպես դուք եք ասում, հատուկ ծառայությունների միջոցով գործում են հիմա շատ ակտիվ։ Մենք Պարսկաստանի տվենք մի հատ տվյալներ։
որ Մարջալուի կողմից այդ Հորադիզի կողքա Հարաբաղում Ովքեր մենք։ մեր թիմը, ես Ահա։ մեր գործընկերներին բան ենք փոխանցել, որ Մերջալույում, որ մենք չենք ամ, մենք ասում ենք ստուգեք։ Հորադիզի կողմից, Ադրբեջանի կողմից զենքեր են տանում Պարսկաստան։ Բան արեք, հետևեք, պետք ստուգեք։ Կարող է մենք սխալ ինֆորմացիա ենք ստացել։ Գնացեք ստուգեք։ Հիմա ստուգում են, հաստատում է այդ բանը։ Հաստատվում է։ Ու նայեք, այդ արևմուտք տարածքներում, որտեղ մեծ նամասություն ադրբեջանցիք են ապրում, ավելի ակտիվ են ու ամենաշատ զենքն դեղ են օգտագործում։ Ու ես վստահաբար ասում եմ, եթե ես գիտեմ, ոչ թե ես դեղին հերթ եմ կարտացել կամ ԶԼՄ-ներից այդ դեղին ԶԼՄ-ներից եմ ինֆորմացիա եմ ստանում։ Ես ասում վստահաբար, որ ես եթե գիտեմ, Ադրբեջանը համագործակցում է Ամերիկայի հատուկ ծառայությունների հետ այդ գործի մեջ, Իսրայելի եւ Թուրքիայի։ Եթե մենք հիմա վերլուծենք Ադրբեջանում այդ ԶԼՄ-ներում ինչ է կատարվում, ամբողջ այդ process-ը ողջունում եմ։ Հույսով, որ այս իշխանությունը կգնա, հարշուպոտ վիճակաստեղծում Պարսկաստանում, այս տարածքները կարող վերցնեն։ Դրանք էլ միշտ ասում են, դա էլ մեր տարածքներ է եղել։ Չէ՞։ Իրանց որ լսես, Հայաստանը իրանցն է, Պարսկաստանը իրանցն է։ Չգիտեմ Ալտայից են եկել, որտեղից են եկել, հիմա ասում են Հայաստանը մերն է, Պարսկաստանը մերն է։ Ուրեմն դրա համար ինչ որ ասում է Միացյալ Նահանգները, ես չի հետաքրում։ Մանավանդ, եթե քու ոստիկանը կարա այդ 22 տարեկան աղջիկին սպանել, ավտոն շարժվեց։ Դու ասում ես ոստիկան իրան պաշտպանեց, բայց Պարսկաստանում ոստիկանը ինչով է պակաս խոսքի ունը կամ մեր ոստիկանը ինչով է պակասնելու, եթե ես ավտոմատով դուրս եմ գալու խոսքի ունը։ Նկատում եք հիմա որ ուժային կառույցները ավելի հետևողական եւ ավելի կոնկրետ պետք է գործեն եւ ավելի կոշտ եւ բերդ։ Շատ խիստ։ Կրակում են, խոսքի ունը, այ կրակում են ND-ից։ Դեից կրակում են, հիմա ինձ չպիտի հետաքրի իրանց, քանի հոգի մարդ են կաղնած, ու իրանց մեր կետևից 4-5 հոգի կրակում են։ Նույն կրակը պիտի բացես։ Անպայման։ Ինչքան կարող է այս իրավիճակը շարունակվել։ Դրանք ժամանակը կորցրել են արդեն։ Պարսիկներ։ Հիմա Պիժկեն ասում է ուժ չօգտագործեք։ Ուժ չօգտագործեք։ Ինքի պարսիկ չի։ Չէ, մենք գիտենք ազգությանը կի ադրբեջանցի է։ Հիմա ասում եմ մի կրակ է, կրակները մի բացեք, քանի որ եթե մենք սկսենք սենց ուժեղ բաներ օգտագործենք, Միացյալ Նահանգներ կարող մտնեն այդ խաղի մեջ, այդ են ռազմական ուժով ու պատերազմ սկսվելու։ Հիմա հաց առաջանում, լավ դուք ոչ մի բան չեք անում, չեք պայքարում, դրանք էլ օրից օր ավելանում այդ քանակը, որ ավտոմատներով ավելանում նռնակներ են շպրտում, ամեն ինչ էլ անում են, ծեծում են, սպանում են ոստիկաններին բան, պետական շենքեր են գրավում, լավ պատերազմը չի սկսում, սենց են ոչնչացնելուց ես։ Ամերիկան էլ սենց ասում, իհարկե Ամերիկայի համար ամենալավ ճանապարհը այն է, որ ինքը չխառնի այդ բանի մեջ, ռազմական ուժով, այն աղաբիչներ, որ այնտեղ աշխատում են, իրանց միջոցով իշխանությունը կորցնեն դեղ, Պարսկաստանի քանդվեն, այդ ամենալավ տարբերակն է։ Եթե չի ստացվում, սենց բանը, այսինքն պիտի մտնեն մեջը։ Բայց պարոն Պողոսյան, աշնանն էլ այս իրադարձությունները սենց այդ մասշտաբով չի եղել։ Նկատի ունեմ, ասում էինք նորից Իրանում արտաքին միջամտությունն է, հիմնականում ժողովուրդը ոտքի կկանգնի, քանի հնարավորությունը կա, ժողովուրդը ոտքի չկանգնեց եւ իշխանափոխություն չարեց։ Նայեք, ես այն անգամ եմ ասել, որ դա փորձ է եղել։ Մի անգամ են անում, երկրորդ, երրորդ բան, իրանց սխալները նայում են, ինչ ճիշտ չեն արել, ուղում են, իմ ավելի լավ ու ավելի ուժեղ են պատրաստել, Հիմա նայեք ինչ լայնամասշտաբ այդ ամեն ինչ process-ներ է գնում։ Բայց իրանական կողմն էլ արդեն պատրաստված պաշտպանության իրենց այդ հրամանատարներից խոսում էին, որ հիմա իրանք ավելի կազմակերպված են։ Ես ներսի մասին եմ խոսում։ Այն ցույցերը, որ եղել է այն ժամանակ, հիշում եք, աշունում ա եղել, չէ՞ էդի։ Ես ասացի, էդի փորձ է։ Ես ասած գնային, ինչ խնդիրներ ա եղել, ինչ ճիշտ չեն արել, լավ բաները լավ կվերցնեն, այդ վատից կազատվեն ու նորից կփորձեն իշխանությունը փոխելու։
Չնայած ես տարիներով ասում եմ պարսիկներին, նույն որ ես եղել եմ այետոլատի օֆիսում, իրաց մարդկանց հետ եմ հանդիպել, դրանք հրավերել են, ես ասացի, որ ձեր օնիկների շատ խիստ է, եղաշրջման համար դուք ֆունդամենտ եք ստեղծում, ձեր ձերքով, թույլացրեք այդ բաների մի քիչ, այդ երիտասարդներ, այդ ջահելությունը, մի քիչ իրանց ազատ զգան, հիմա վախում են աղջիկ տղուի հետ ձեռք բռնեն, գնան միասին քայլեն, ոստիկաններ գալիս են ասում ազնագերի տուր, ազնագերը տանում են, ասում են դուք ամուսններից չեք, ամուսնացած չեք, իրավունք չունես ձեռքը բռնես, տանում են ոստիկանություն, տուն կարա 20 անգամ փեդի, Մտրակ են, հա, ոչ թե տուգանքում են, մտրակ այո, հա, մտրակ են անում, հա, ասում թույլացրեք այդ բաները, դուք ձեր ձեռքերով հիմք եք ստեղծում, հատուկ ծառայություններ դրսի, կօգտագործեն այս բանը, սենց խիստ մի պայեք, թույլացրեք այդ բանը, մի քիչ սկսել են, բայց այն բանը չի, բոլոր դեպքերում ժողովուրդը դժգոհ է, կոռուպցիական ֆունդամենտը շատ ուժեղ է այնտեղ լիքը կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան, Պեզեշքյանն էլ է, չէ, ասում որ ամեն ինչ անելու են կոռուպցիան, կաշառակերությունը, նմանատիպ խնդիրները, արդեն պետք է այդ բոլոր ճանապարհները տապալենք։ տարիներով մեր մոտ ոնց է եղել, ոչ թե մեր իշխանությունը կոռուպցիայի մեջ եղել, մեր ուժային կառույցները էլ կոռուպցիայի մեջ են եղել, մեր միանշանակ, մենք գիտենք սա այդ բանի մասին, իրանց մոտ սարսափելի վիճակ այդ մանով, ամբողջ իրանց հատուկ ծառայությունը ոտից գլուխ կոռուպցիայի մեջ են, ոտից գլուխ, Լուծումը որն է։ լուծումը որն է դրանք այդ սկսեն իրոք լուրջ հակակոռուպցիական պայքարը, այդ առաջինը, այդ օրենքները թույլատնեն, բայց նայեք, ամերիկացիք չեն ուզում, որ Պարսկաստանում խաղաղություն լինի, ես ձեզ ասում եմ, քանի որ ես շփում ունեմ Պարսկաստանում վերևների հետ, ու ես ամերիկացիների հետ եմ ծրագիր եմ ներկայացրել, պարսիկների հետ համաձայնացվել եմ այդ ծրագրի հետ կապված, ես ասում եմ ամերիկացիներին, մենք կարանք միջնորդ լինենք, խոսացել ենք, դրանք պատրաստ են, եկեք այդ սանկցիաներ լրիվ հանենք Պարսկաստանից, եկեք նստենք սեղանի շուրջ, պայմանավորվենք, սանկցիայի կանոն, բանը, Պարսկաստանն էլ պատրաստ է ամիջ պաստատուց ստորագրի, որ ատամային ռումբը չի օգտագործելու, այլ չի սարքելու, դրանք պատրաստ են բանակցել, եկեք այդ սանկցիաները հանենք, դրանք ուզում են ձեր հետ նորմալ հարաբերություն ունենան, ամերիկացի կարա մի ժամվա մեջ զանգեն նախագահին, ասեն վաղ հանդիպում ենք, ես սանկցիա եմ հանում, դու էլ բան ես անում, ստորագրում ես երբեք այս զենքը չես ունենալու, չես ստեղծելու, հետագայում մի տարվա ընթացքում Իսրայելի հետ հարաբերությունը նորմալ դու էլ ես սկսում իրենց հետ բանակցել, համ էլ մենք քեզ համաշխարհային գարանտիա ենք տալիս, խոսքի ունակ ՄԱԿ-ում, անվտանգության խորհրդում, որ երբեք ոչ մեկը Պարսկաստանի դեմ ուժ չի օգտագործելու։ Միջազգային փաստաթուղթ ենք ստորագրում։ Տրամպը կարա մի ժամվա մեջ այդ հարցերը լուծի։ Բայց դրանք չեն ուզում գնան Պարսկաստանի հետ պայմանավորել։ Ինչու համար։ Իրանց համար պետքա Իսրայելի շահերի համար Պարսկաստանը ոչնչացնեն։ Էդա։ Դուք գիտեք այդ մի օր են պատրաստում հիմա ինչ որ տեղ ունենում Պարսկաստանում։ Տարիներով են պատրաստում այս կանը։ Այդ պիտի զենք բերես, հաղաբիջներին պատրաստես, այդ խմբերը ստեղծես։ Ներսում աշխատես։ Այո։ Ներսի դժնամություն էլ կա, դավաճաններ էլ կան, առանց դավաճանների չի ստացվում պետությունը քանդվի։ Անպայման միշտ դավաճաններ են, ոնց որ Հայաստանում է եղել, միշտ։ Դրա համար ասում եմ, դա մի օրվա գործ չի։ Հիմա քանի որ պարսիկներ ահագին ժամանակ են կորցրել, այդ նշանակում է ներսում մարդիկ են աշխատում, որ դրանք իշխանությունը կորցնեն։ Որտեղ սենց, չգիտեմ, սենց լակուտներ են իրանց սպավում։ Ու մի բան ասեմ, այս ինչ որ կատարում է հիմա Պարսկաստանի հետ 20 թվի հետևանքներ է։ Քանի որ մեր կողքը չեն կաղնել։ Իսկ պատերազմի ժամանակ ես իրանց հետ բանակցել եմ, խոսացել եմ։ Ասում եմ, եկեք մեր կողքը կաղնեք, հետո պաշտպանելու եք։ Մի բան էլ հələ ողջունում էին Ադրբեջանին։ Ահա, հետո հասկացել են իրանց եշությունը։ Բայց արդեն ուշ է։ Հիմա ես չգիտեմ, դրանք
ու ասում եմ, եթե պատերազմ ալնելու, իրանց կողմը ոչ մեկը իրանց կողքի հետ ոչ մեկը չի կանգնելու։ Ոչ Ռուսաստանը, ոչ Հնդկաստանը, ոչ Չինաստանը, մանավանդ Հայաստանը։ Այսինքն մենակ կմնա։ Ոնց որ մենք ենք մնացել մինակ, նույն Պարսիկն է մնալու մինակ։ Դրանք դաշնակից չունեն։ Փաստաթղթով սաղ դաշնակից են, սաղ աշխարհը իրար դաշնակից են։ Բայց ոչ մեկը ոչ մեկի համար այրնը չի թափվում։ Այսինքն հիմա ոչնչանալու համար պետք է նրանք էլ գնան որոշակի զիջումների։ Կարող է, բայց ավելի շատ ժամանակ են կորցրել հիմա դրանք։ Հիմա եթե այդ ահաբիջներից դրանք չեն ազատվում, չեն մաքրում, այդ ահաբիջները նորից մտնում է պատերազմի փուլ։ Գիտեք, իրանց համար ավելի լավ մտնեն ներսի պատերազմի փուլ կամ դրսի։ Որովհետև այդ ահաբիջներ օրից օր դուք ելիք տենում, ուժեղանում են, քաղաքներ են վերցնում, պետական շենքեր են գրավում, այդ ահաբիջներ են, այդ բանը, խաղ, ժողովուրդ, դրանք չեն, այդ ահաբիջներ, որ պատրաստություն են անցել դրսում։ Ու մեր համար, մեր շահերի համար ամենակարևորը, որ այս իշխանությունը մնա իրեն տեղում։ Այս դեպքերից հետո պարսիկներ կարան ուշքի գան։ 1000 անգամ իրենց բացատրեն, գիտեք, միշտ ասում ես, պարոն Պողոսյան, մեծ պետություն են, իրենց խորհուրդներ ես տալ, իրենց բացատրում ես, ասում չէ, չի նշանակում։ Նույն մի գլուխով մարդ է, երկու ոտերով, երկու ձեռքերով, նույն մարդ է։ Դա չի նշանակում պետությունը մեծ է, դա փոքր է։ Այդ պետության մեջ մարդիկ են աշխատում։ Ով ասել, որ դրանք մեզնից ավելի խելացի են։ Նույն Ռուսաստանը վերցնենք, նույն ԱՄՆ-ն վերցնենք, Եվրոպան վերցնենք, իրենց մակարդակը տենում ենք էլի։ Հա, մեծ են, զոր են, բայց իրենց մակարդակը նույն ժամանակ տենում ենք։ Հիմա ոնց որ մանգապարտեզ են դրել։ Սաղ աշխարհը մանգապարտեզ է հիմա։ Այս դաշտում։ Դրա համար հիմա մենք իհարկե գտնվում ենք շատ ու շատ վտանգավոր բանի մեջ ենք հիմա։ Եթե Պարսկաստանը քանդվում է, ես սենց ասում, քանի որ մենք ունենք թույլ իշխանություն հիմա Հայաստանում, ոչ պրոֆեսիոնալ, կարող ենք ասենք շատ մեր հատուկ ծառայությունները շատ թույլ են, ես վախում պատկերացնեմ ինչ դեպքեր կարող լինեն իր համար։ Նախորդ պատերազմի ժամանակ էլ էինք վախենում, բայց Փառք Աստծո մեզ չհասան այդ մտահոգությունները։ Ուրեմն աշխարհը ուրիշ է եղել այդ առաջի պատերազմի ժամանակ մեր հետ կապված։ Երկրորդ ամենակարևոր բանը մեր ամբողջ ուժային կառույցներ, սպայական կազմը, նախագահաշրջակազմը, կառավարությունը ունեցել են իսկական նորմալ կարգություն են ունեցել։ Մի քանի ամսվա մասին ենք խոսում։ Պարոն Պողոսյան։ Ինչ։ Մի քանի ամսվա ընթացքում այդքան մեր մոտ ձեր ասած սպայական կազմը եւ այլն չկրթվածներն են։ Երբ առաջի պատերազմին Նկատի ունեմ աշնանը պատերազմը երբ որ սկսվեց մենք էլ չէ այստեղ անհանգստանում էինք որ եթե Պարսկաստանում այդ շարունակական լինի Ադրբեջանը հանկարծ հարձակվի մեզ վտանգ է սպառնում այս անգամ ասում եք ոչ առաջի պատերազմին ոչ առաջին չէ ես ուզում ասեմ որտեղ է մտավախությունը նորից նրանց ներսում ես ասում եմ այն ժամանակ որ աշունում այդ բաները ա եղել ես ասել եմ բոլորին հիմա բան չի լինելու քանի որ դրանք հələ փորձում են, էդի պատրաստությունն է։ Մտնում են անում են վերլուծում են։ Հիմա էդի բան ա եղել։ Նախապատրաստական բաներ ա եղել։ Փորձել են ոնց մի դանենք հետագայում։ Հիմա լրիվ ուրիշ բան չեք դնում, հիմա լրիվ ավելի լայել մասշտաբ բաներ ա տեղա ունենում Պարսկաստանում։ Հիմա նայ քանի քաղաքների մեջ բան, արդեն քանի շենք են գրավել, ինչ կան մարդկանց ձեռքի մեջ զենք կա։ Սենց բան չի եղել այն ժամանակ։ Ну, այս կան 2-3 էդի բան չի։ Հիմա լրիվ ուրիշ բան է։ Հիմա ավելի վտանգավոր է։ Ավելի։ Ես ասում, այն ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ շրջանություն է եղել, լրիվ ուրիշ մարդիկ են եղել։ Նույնը մեր հատուկ ծառայություններում լրիվ ուրիշ մարդիկ են ծառայել, ավելի լավ կարգություն են ստացել, ավելի իսկական կարգություն են ստացել։ Հիմա ինչ, հիմա չկա սենց բան։ Այսինքն հիմա Պարսկաստանում երկու տարբերակ, կամ ինքն է իր հարցերը լուծում ներսում,
կամ Միացյալ Նահանգներն է մտնում այդ կարգավորումները անում։ Ես հիմա չգիտեմ ինչ միջոցներով դրանք պիտի ներսի process-ները կամացնեն, եթե դրանք ուզում են ուժ օգտագործեն, կոպիտ ձևով ուժ օգտագործեն, եթե դրանք ուժ չեն օգտագործում, դրանք շանս չունեն մնան։ Մի կողմից դրանք էլ վախում են, որ ուժ կսկսեն օգտագործել, Ամերիկան կհարձակվի։ Հիմա դրանք պիտի որոշեն։ Հասկանում եք, եթե Ամերիկան որոշում է հարձակվելու, համերկուն ներսի պետության մեջ ներսում process-ներ է գնում, sense լայնամասշտաբ եղաշրջում է գնում այդ process-ը։ Դու ռազմական դաշտում շանս չունես, որովհետև դու ներսում պատերազմ ունես, կայացական պատերազմը, եւ արտաքին տիշնամու հետ պատերազմ ես տանում։ Դու շանս չունես։ Համտեղ պիտի փայկարես համստեղ։ Նորմալ պետություն ոչ մի պետություն չի կարող ձգի։ Այսինքն ուրեմն դու պիտի սկզբից ներսում նորմալ խաղաղ պայմաններ ստեղծես, որ կարաս կենտրոնանաս հակառակորդ, այո, հակառակորդի դեմ։ Բայց հիմա դու ներսում դու պատերազմ ես տանում, ներսում ամեն օր գործարան են վերցնում, պայիսներ են վերցնում, շենքեր են վերցնում, զենք են օգտագործում, մարդ են սպանում, այսինքն դու պիտի համտեղ պայքարես համստեղ, չի ստացվելու, ու Հայաստանը, Պարսկաստանը պարտվելու է, եթե sense կշարունակեն։ Դրա համար դրանք չպիտի լսեն Միացյալ Նահանգները ինչ են ասում, այդ առաջինը, երկրորդը շատ լուրջ պիտի բանակցություններ տանեն Չինաստանի հետ, քանի որ ռազմավարական բան ունեն դրանք, պայմանագիր ունեն, ոչ թե դեկլարացիա, այլ լուրջ պայմանագիր ունեն Չինաստանի հետ։ Հիմա դրանք պիտի ասեն Չինաստանին, իմ կողքը բոլոր դեպքերում պիտի Չինաստանի լուրջ բանակցություններ տան, ու իմ կարծիքով երևի պիտի հիմա գնում են այդ բանակցությունները։ Ներսում մաքրում ես, Չինաստանը բոլորից զգուշացնում է։ Հանգած Պարսկաստանի դեմ, Ռուսաստանի մասին կարակ մոռանաք, Ռուսաստան չկա։ Կամ Չինաստանը պիտի զգուշացնի Միացյալ Նահանգներին, կամ հա սկսում ես, ես էլ եմ մտնում։ Այդ Տրամպը կկաղնի, կտենակ, Տրամպը չի գնալու առաջ։ Հիմա Պարսկաստանի շատ իրանց կոմպետենցից շատ բաներ է կախված, ինչքան պրոֆեսիոնալ ձևով կաշխատեն։ Մինչև այսօր 20 թվից այն քայլերը, որ Պարսկաստան անում է, այդ քայլերը արտաքին այդ բաների հետ կապված, ես տենում եմ դրանք ոչ պրոֆեսիոնալ քայլեր են արել ու իրանց համար ավելի մեծ վտանգներ են բերել։ Մեծ, ավելի մեծ։ Այդ հակա-իսրայելական պայքարը միշտ իրանց մոտ բան, դա լավ բաների չի բերելու իրանց համար։ Այդ բաները պիտի հասկանան։ Ես էլ ասում եմ, եթե մի հատ երկու հատ պետություն կա, որ կարա օգնեն պարսիկներին եւ Իսրայելին, որ նստեն սեղանի շուրջ, դա Միացյալ Նահանգները ու հայեր։ Երրորդ sense պետություն չկա։ Ու ճիշտ ասած դրանք կարան ամերիկացիք մի ժամվա մեջ կարան հարցերը լուծեն, բայց չեն ուզում, որովհետև Ամերիկայի նպատակը Պարսկաստանի ոչնչացնելն է։ Հետևենք կապված նույնը Վենեսուելայի հետ։ Հետևենք այդ տարածաշրջանում տեղի ունեցող այդ իրադարձություններին, Իրանի հետ կապված, դուրս գանք կավարճատեր գովազդային դադարի եւ պարոն Պողոսյան, նաեւ հասկանանք թե Վենեսուելայում ինչ է տեղի ունենում։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։
ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Պողոսյան, եթե ամփոփենք փաստորեն Իրանի հետ դեպքերը պետք է մենք շարունակենք հետևել զարգացումներին, բայց չմոռանանք, որ այնտեղ կա նաև հայկական համայնք եւ համայնքը չի կարող զերծ մնալ։ Ու հայեր չեն մասնակցում, գիտեք, չէ՞։ Չեն մասնակցում, ոմանք մասնակցում են ցույցերին, բայց հիմնական մասը փորձում է չեզոք դիրքում մնալ։ Ինչ տեղ ունեցավ Վենեսուելայում եւ նորից Միացյալ Նահանգներ, նորից Թրամփը իր այսպես ասած սպառնալիք դիտողություններով Դուք նկատի ունեք երևի Միացյալ Նահանգներ, Վենեսուելա, Ռուսաստան, Չինաստան, այդ ովքեր Վենեսուելայի կապ են ունեցել։ Նու առաջին Ռուսաստանն է եղանական դեր փոխել։ Սաղել ասում են, որ ռուսներ պարտվել են բանման, ես մի քիչ sense չեմ համարվում։ Այնտեղ շատ մեծ քանակով համ ռազմական գծով հետախուզներ են նստած Վենեսուելայում, համ քաղաքական հետախուզներ են նստած, այսինքն արտաքին ռազմավետքին եւ ռազմական ռազմավետքին։ Ռուսական կողմի։ Այո, շատ ուժեղ են, շատ։ Տարբեր ոլորտներում դրանք գործակալներ ունեն, տարբեր նախագահ աշխատակազմից սկսած մինչեւ բանակը։ Մանավանդ դրանք Կուբայի հետ շատ լավ համագործակցում են, հələ չեմ ասում այդ Ռոսնեֆտի որտեղ ներդրումներ շատ մեծ կա, մոտ 20 միլիարդ դոլար ռազմական գծով 11 միլիարդ ներդրում են արել։ Այսինքն դրանք լավ պոզիցիա ունեն այնտեղ ռուսներ։ Շանս չկա, եթե ինչ որ բան պատրաստ այնտեղ պլանավորել են կամ պայմանավորվել են, բացառված է, որ Ռուսաստանը այդ խոզներ չի իմանան։ Բացառված է։ Այսինքն ինչ է, իմ կարծիքով կամ իրանց ռեզիդենտուրան, որտեղ նստում է ռեզիդենտը, որ պիտի ինֆորմացիա փոխանցի Կրեմլին չի տվել, ուրեմն նշանակում իրանել են արել, կամ տվել են ու ռուսներ հաշվարկվել են։ Ну, ես սենց եմ մտածում, քանի որ մենք, որ ես աշխատել եմ նույն գլխավոր շտաբում կամ անվտանգության խորհրդում, մենք միշտ մի 10 քայլ առաջ ենք հաշվում։ Այսինքն նայեք, ռուսներ հասկանում են, որ հաշվի առնելով Տրամպի հոգեբանական վիճակը, ինքի սիրումա չէ իրան, սենց գովա իրան, Մարսնա, Յուպիտերն է սարկում իրան, դրանք երևի թե իմացել են, որ ինչ որ տեղա ունեցել Վենեսուելը, առանց ներսի դավաճաններին չի կարող սենց օպերացիա հասկացնել դրանք։ Եթե 1,000,000%, ես վստահաբար որպես մասնագետ ասում եմ,
ամերիկացիք եւ բրիտանացիք դեղ ունեցել են գործակալներ տարբեր ոլորտներում եւ ՊՆ-ում եւ գլխավոր շտաբում եւ հատուկ ծառայություններում եւ նախագահաշտակազում եւ այդ բաների որ տեխնապայներ են դեղ իրանց դիպորտամենտը կա ուրեմն հաստատ ունեցել են բայց իմ կարծիքով ես հենց եմ պատկերացնում ոնց են հաշվարկվել նու կարող է Ռուսաստան կարող է միասին Ռուսաստան Չինաստան եւ Կուբան ոնց են հաշվարկվել իմանալով որ Թրամփը այսպես մի կես տարի դրա մասին խոսա սենց իրան աշխարհի չեմպիոնն է համարվում ասել են հիմա լավ մադուրային չենք տալիս խոսքերն է մադուրային չենք տալիս եթե մադուրային չենք տալիս պատերազմը իհարկե ուրեմն կամ մենք պիտի պատերազմի մեջ մտնենք բայց շատ հեռու էլի Ռուսաստանի Չինաստանի շատ հեռու ամերիկացիք ավելի մոտիկ են իրաց լոգիստիկեն ավելի հեշտ աշխատելու այնտեղ դու չես հասցնելու ոչ մի մանավանդ դու մենակ ծովով կարաս օգնություն բերես ու եթե երկար ժամանակ է պահանջում համալի ռուսներ ի վիճակի չեն այսօր ոտից գլուխ խնդիրների մեջ են նույն Ուկրաինայում կարող է ոնց են հաշվարկել սենց ցավոք սրտի մադուրային թող վերցնեն եթե մադուրային չեն վերցնում ինքը սկսել է սենց լոպազ խոսալ նշանակում է ամերիկացիք հարձակվում են ամբողջ Վենեսուելայի բանակը ոչնչացնում են ամբողջ զենք զինամթերք ինչ որ ունեն ոչնչացնում են բայց դեռ 11 միլիարդի ներդրում են դրել համայնքային փող են պարտքալավոր Վենեսուելցիք ուրեմն ոչնչացնում են ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարներին գեներալիտետին հատուկ ծառայությունների ոչնչացնում են հետո գալիս նստացում են մակրո ամերիկացին Ուսո, մենք դեղ կորցնում ենք։ Եթե մենք Վենեսուելային կորցնում ենք, մենք հաստատ Կուբայել ենք կորցնում, հետագայում մի տարվա մեջ Կուբայի չի լինելու, որովհետև լրիվ տնտեսական բաներով Վենեսուելա օգնում Կուբային։ Եթե Վենեսուելան փակվում է, Կուբան շանս չունի որ մնա։ Իմ կարծիքով մտածել են սենց։ Այսինքն ռուսները եւ չինացիներն են հանձնել Մադուրոին։ Նայեք ոչ թե գնացել են ասել են ամերիկացիներին, որ գնացեք վերցրեք, չեն խանգարել, ինչու համար, քանի որ Մադուրոին վերցրել են, բայց նայեք ստեղ ամենակարևոր բանը ինչ է, ինչի մեջ է, ամբողջ բանակը մնացել է իրան տեղում, չեն ոչնչացրել, չէ, Վենեսուելա որ կա, սենց էլ մնում է, բանակը բանակն է, մնում է, Զենք զենամթերք չեն ոչնչացրել, մի հատ խոպի միջոց են, երկու հատ խոպի միջոց են ոչնչացրել, դա ոչ մի բան է։ Սա ղեկավարներ իրանց տեղում։ Թրամփն ասում է մեռած երկիր է, կօգնենք կվերականգնվեն։ Այդ Թրամփը ես Թրամփի մասով չեմ ասում։ Ես ասում ռուսների, չինացիների ծրագիրը։ Ամերիկա չհարձակվել, չէ՞։ Մենակ Մադուրոին վերցեց գնաց, դա չի նշանակում։ Դե չխանգարեցին ձեր ասելով, որ վերցնեն ու գնան։ Ինչու համար։ Ամբողջ ղեկավարներ մնացել են իրանց տեղում։ Այսինքն համագործակցությունը նորից շարունակում է։ Այսինքն ինչ են արել։ Մտածել են որ Թրամփը սկսի գոռալ, որ ինքը համաշխարհային չեմպիոնն է, բայց ամենակարևորը ինչ են արել։ Բանակը մնացել է, չեն ոչնչացրել։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել է, հատուկ ծառայություններ մնացել են։ Վենեսուելա չի դժվել, ոչ մի բան ջարդփուշուր չեն արել։ Այդ նավթի գործարաններ, այդ որտեղ նավթ են հանում այդ վիշկեկը բաները, չեն ոչա, այսինքն Վենեսուելա ամբողջ իրան պետությունով, իրանց բանով, իշխանությունով սաղ են մնացել։ Նույն մարտիկը հիմա Մադուրան չկա, կա փոխնախագահ, հիմա որ նախագահն է, ինքը էլ Ռուսի հետ է։ Սաղ գեներալները Ռուսի հետ են։ Բանակը Ռուսի, Չինաստանի, Կուբայի հետ են։ Այսինքն հիմա ոնց ասում, շախմատի որ խաղում եք, մի հատ ֆիգուրային տալիս եք զողին, որ չէ, գնաք առաջ, կարակ 2 տակ, 3 տակ, բայց հետո գնում եք առաջ։ Իմ կարծիքով, եթե սենց են մտածել, ես չեմ ասում, որ սենց է եղել։ Ես որպես մասնագետ եմ հաշվարկում, ես ինչ կանեի ես։ Եթե դրանք իրոք սենց են մտածել, նախ եւ առաջ Ամերիկայի շանս չեն տվել, որ հարձակվի։ Ամբողջ ռազմաքաղաքական բանը ղեկավարությունը մնացել է իրաց տեղում։ Ամբողջ զինվորներ, գեներալներ, սպայական կազմը, սա մնացել է իրանց տեղում, ոնց համագործակցել են Ռուսի հետ,
Սենց էլ իման համագործակցում են։ Այդ առաջինը, երկրորդը Տրամփ ասում է Չինաստանը դեռ չպիտի գոյություն ունենա, Ռուսաստանն էլ, Կուբան էլ, չէ, ասում է։ Իսկ ինչ համար այդ օպերացիան անում, որ ժամանակ ձգեն, նույն մարդիկ մնացել են, նույն մարդիկ։ Իմ կարծիքով այդ է եղել, որովհետև ես հաստատ ես վստահաբար ասում եմ, բացառված է, որ իրանց հատուկ ծառայություններ Ռուսաստանին, Չինաստանին եւ Կուբային չիմանան, որ սենց դավաճանություն կա կամ սենց բաները պլանավորված։ Կարող է իմացել են, որ ամերիկացիք մարդկանց վերային դուրս են եկել, ասել են դավաճանեք, վերցրեք Մադուրային տվեք մեզ, էդ էլ են իմացել, մարդկանց ասել են համաձայնվի։ Որովհետև իմ գլխի մեջ չի տեղավորվում, որ կարող է ոչ Չինաստանն է, ոչ Կուբան, ոչ Ռուսաստան չիմանան, որ Ամերիկայի հատուկ ծառայություններ ինչ որ մի հոգի չէ, պիտի պայմանավորես, մի 20-30 հոգի մարդկանց հետ պիտի պայմանավորվես։ Ես այդ բաներին չեմ հավատում։ Դրա համար եթե սենց բան չկա, ուրեմն որոշել է սենց, Տոմ Մադուրան վերցնի, ասի ես համաշխարհային չեմպիոն եմ, բայց լրիվ հեկավարությունը մնում է Իրանի տեղում։ Այսինքն մենք իրանց հետ շարունակում ենք համագործակցել, էսա իմ կարծիքով։ Ու այդ նավթոյի հետ ինչ որ կատարում է Վենեսուելայում, նավթի հետ ոչ մի գոյություն չունի։ Նավթոն Նավթի հետ կապ չունի, հա, այս ասեմ, նայեք, մի տոկոս է կազմում։ Այդ նավթը ինչ որ դրանք ցախում են դուրս, մի տոկոս է կազմում, մաքսիմում 2%։ 17 պետության մեջ դրանք չեն մտնում։ Դեռ նավթ չկա։ Հիմա չէ, իհարկե իրանց բանը զապասների շատ մեծ են, շատ ուժեղ է։ Այսինքն քանակը մեծ է, եթե սկսես արտադրել հանել։ Բայց էսի ես քեզ ասում մինիմալ պահանջում է մոտորապես 5-ից մինչև 7 տարի։ Դա մինիմալ։ Այսինքն դա եղանակը չի փոխվում։ Նպատակը ուրիշ բան է։ Լատին Ամերիկայի կոնտինենտից, այդ տարածքից Ռուսաստանին եւ Չինաստանին պիտի շփրտեն։ Այո, շփրտեն, ոչ թե դուրս բերեն, բայց շփրտեն։ Ոնց որ Սիրիայում են անում, ոչ որ հիմա Իրանում են անում, Պարսկաստանում, ոչ որ Հարավային Կավկասում են անում, ոչ որ կենտրոնական Ազիայում անում են, ոնց որ կենտրոնական Աֆրիկայում են անում։ Եվրոպայի ճանապարհը փակել են, դեռ փակում են, ստեղ փակում են։ Այդ նույնը ինչ որ ես միշտ ասում եմ։ Լսեք ինչ որ ասել է Մադլեն Օլբրայթը 90 թվականներում իրանց ռազմական ակադեմիայում, ասեց. Մեր հետագա պլանը հետևյալն է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը իրանց սահմանից չի դուրս գա։ Այսինքն փակենք Ռուսաստանը իրանց սահմանի մեջ։ Հիմա նայեք, սա որ մենք նայում ենք, ամբողջ ճանապարհները իրանց համար փակում են։ Ինչու որ հետո շատ մեծամիտ են, ինչ որ պլանավորել են 20 տարին մեր դեմ, համատեղ Թուրքիա-Ադրբեջանի հետ, հետո մտել են այդ բանի մեջ, այդ բառը չեմ օգտագործելու, սա գիտեն ինչու մեջ են մտել Ուկրաինայում, դրանք թույլատրել են, մեզ թույլատրել են, Թուրքիան ուժեղացավ, Ադրբեջանը ուժեղացավ, ամբողջ պետությունները ուժեղանում են, բացի մեզանից։ Դա Էսպանիան ռուսի մակարդակը է սա։ Ոչ թե ռուսին, Կրեմլի մակարդակը։ Էսա։ Հետևենք զարգացումներին, պարոն Պողոսյան, մեր ժամանակը սպառվեց, հետևենք իրադարձություններին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կքննարկենք թեմաները։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։